ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր սկանդալային գրառումը, որտեղ նա հայտնվել էր Հիսուսի կերպարով։ Վերջինս նշել է՝ ես իսկապես հրապարակել եմ դա, բայց կարծում էի, թե բժշկի կերպարով եմ, եւ դա ինչ-որ կերպ կապված է Կարմիր խաչի հետ։ Ես այնտեղ որպես Կարմիր խաչի աշխատակից եմ, իսկ մենք աջակցում ենք նրանց։ Եվ միայն կես լուրեր ստեղծողները կարող էին նման բան հորինել, թե իբր ես պատկերված եմ Հիսուսի կերպարով։ Այնպես որ ես հենց նոր լսեցի այդ մասին եւ ասացի՝ ինչպես է նրանց մտքով նման բան անցել։ Ենթադրվում էր, որ դա ես եմ բժշկի կերպարով մարդկանց բուժելիս, իսկ ես իսկապես մարդկանց ավելի լավն եմ դարձնում, նշել է Թրամփը։ Միաժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ քննադատություններից հետո Թրամփը ջնջել է այդ նկարը։ Դմիտրի Պեսկովի խոսքով Կրեմլը չի շնորհավորի Պետեր Մայդարին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, քանի որ Հունգարիան համարվում է ոչ բարեկամ երկիր։ Մենք ոչ բարեկամ երկրներին շնորհավորանքներ չենք ուղարկում, իսկ Հունգարիան ոչ բարեկամ երկիր է, քանի որ աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Պեսկովը։ Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները չեն կարող ավելի վատանալ Հունգարիայի ընտրություններից հետո, քանի որ արդեն ավելի վատ լինել չի կարող, նշել է Պեսկովը եւ ընդգծել, որ չեն շտապի առաջ ընկնել։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մայդարը հայտարարել է, որ նախատեսում է այց կատարել Բրյուսել, նպատակ ունենալով հասնել Եվրամիության կողմից սարեցված միլիարդավոր եվրոների ապասարեցմանը։ Նա նաև խոստացել է վերականգնել ժողովրդավարական զսպումների եւ հակակշիռների համակարգը եւ վերադարձնել Հունգարիային որպես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից։ Եվրամիությունը 27 պայման է առաջադրել Պետեր Մայդարին երկրի համար 35 միլիարդ եվրոյի եվրոպական սուբսիդիաների ապասարեցման դիմաց, գրում է Financial Times-ը։ Պահանջների թվում են Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի ապաշրջափակում, Մոսկվայի դեմ պատժամիջոցների փաթեթի վետոյի հանում, հակակոռուպցիոն ստուգումներ, Օրբանի ժամանակաշրջանի որոշումների չեղարկում, որոնք համարվում են Եվրամիության կանոնների խախտում։ Բուդապեշտի ապաստանի մասին օրենսդրության շուրջ վեճը Հունգարիային արժենում է օրական 1 միլիոն եվրո տուգանք։ Ջեյ Դի Վենսը վստահորեն գլխավորում է հանրապետականների կողմից 2028 թվականի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների ցուցակը 43% արդյունքով, ըստ նոր հարցման։ Միևնույն ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զբաղեցնում է երկրորդ տեղը 17% արդյունքով։ Մյուս թեկնածուները զգալիորեն հետ են մնում։ Դոնալդ Թրամփ կրտսերի 9%, Ռոն Դե Սանտիսը 6%, Թաքեր Կարսոնը 2%։ Վաշինգտոնում Լիբանանի եւ Իսրայելի դեսպանների միջև հանդիպումը ճանապարհ կբացի երկկողմ շփումների համար եւ կհանգեցնի սահմանին հրադադարի վերաբերյալ նոր համաձայնության։ 10-ի փոխանցմամբ հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։ Լիբանանի բանակցային թիմը կբանակցի նպատակ ունենալով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ իրականացնել գործնական քայլեր հարավային Լիբանանում վիճակը կայունացնելու համար, նշել է նա։ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Չերեպովեցի արդյունաբերական ձեռնարկություններին, թիրախում են հայտնվել Չերեպովեց քաղաքի Սևերստալ եւ Ապատիտ գործարանները։ Սլովենիայի ազգային ժողովի նոր խոսնակ Պրավդա կուսակցության առաջնորդ Զորան Ստևանովիչը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է կազմակերպել հանրաքվե ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ։ Այն նաև կձգտի երկրի դուրս գալուն առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Վերջինս հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում մտնել Ռուսաստան։